Թերևս այսքանը պարոն վարչապետ մնացածը հարցերի տեսքով կպատասխանեմ։ Շնորհակալ եմ, պարոն Պապայան, հարգելի գործընկերներ, մենք գյուղատնտեսության ապահովագրության համակարգը սկսեցինք ներդնել 2019 թվականից, եթե չեմ սխալվում, եւ 19-20 թվականին Մեկնարկել է 20-ից։ Շատ լավ։ Ու մեզ թվում էր, թե մենք ինստիտուցիոնալ կարևոր հարց ենք լուծել, եւ իրականում ըստ էության այդպես էլ կար, բայց շատ արագ ի հայտ եկավ խնդրեմ, որ վերապահովագրող ընկերություններ, այսինքն մեխանիզմը հետեւյալն է, որ տեղական ընկերությունները ապահովագրում են, ապահովագրական վճարներ են հավաքում մեր տեղի տնտեսվարողներից եւ իրենք էլ իրենց ռիսկերը օտարերկրյա որևէ կազմակերպության հետ ապահովագրություն են գնում իրենց հերթին նրանցից։ Եվ ստացվեց այնպես, որ եթե ես տերմինաբանությունը սխալ օգտագործեմ, խնդրում եմ ինձ ուղղել, որ վերաապահովագրող ընկերությունը որոշակի ռիսկեր էր տեսել կամ իր ծախսերի պլանավորած հատվածից չափից ավելի մեծ ծախսեր էր իրականացրել, այդ թվում որոշ անկանոնությունների ենթադրում ենք պատճառով, որովհետև այս թեման հետաքրքիր էր, ինչն է խնդրեմը, որովհետև թվում է թե աշխարհում կա ապահովագրական պրակտիկան եւ այդ ընթացքում հիշում եք, այս դահլիճում էլ քննարկել ենք, ինձ համար այդ թվում գյուղացիների հետ շփումներից շատ տարօրինակ փաստեր ի հայտ եկան, որը իմ մտքով չէր էլ անցնի, որ այնուամենայնիվ այստեղ էլ մենք դուք էլ խոսեցիք, ակնարկեցիք ոչ բարեխիղճ տնտեսվարողների մասին, որ որոշակի չարաշահումներ չասեմ, բայց ինչ որ բանաձևեր են գտնվում, որի արդյունքում, եթե ճիշտ է այս տեղեկատվությունը, որի արդյունքում ստացվում է, որ մեխանիզմը ձևավորվել, որ ոչ թե հողը մշակել բերք ստանալն է նպատակը, այլ հողը ապահովագրել, ապահովագրական վճար ստանալն է նպատակը։ Եվ երբ որ դուք խոսում եք ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին, մենք այս ինստիտուցիոնալ բարեփոխում ասելով այս հատվածն էլ պիտի հասկանանք։ Տեսեք, մենք անդադ երբ որ սա իրականում գաղափարախոսական հարց է, որովհետև երբ որ գործիքը ստեղծվում է, մենք պետքա ջանք գործադրենք, որ մեր սիրելի քաղաքացիները հասկանան, որ դա իրանց համար է։ Ու մենք այստեղ անդադ այդ խնդրեմը ունենում ենք, երբ որ մենք այսպես բարի նպատակադրումներով բարեփոխումներ ենք անում, հետո ստիպված ենք լինում հետ պտտել։ Այդ բարեփոխումը, որովհետև մի պարզ բանի պատճառով, որ ստացվում է, որ առնվազն մենք միտումներ կան, որ այդ բարեփոխումը ոչ թե օգտագործվում է զարգանալու համար, այլ այդ բարեփոխումը օգտագործվում է այս պահին ինչ որ մի հատ փոքր եւ կարճաժամկետ օգուտ ստանալու համար։ Եվ սա եւ երբ որ մենք գաղափարախոսական հատվածում, այդ թվում իրական Հայաստանի գաղափարախոսական հատվածում խոսում ենք հոգատար հանրության մասին, այս հոգատար հանրության ատրիբուտներից մեկը դա է, որ երբ որ ճանապարհ ենք սարքում, հաջորդ շաբաթվա առաջի գործը չլինի, որ այդ ճանապարհում մի հատ բան, այդ ճանապարհի վրայով մի հատ խողովակ քաշենք, օրինակ, այդ ասֆալտը քանդելով։ Կամ երբ որ ասենք միկրոձեռնարկատիրության համակարգը ներդրվում, առաջին միտքը չլինի, այս ինչ լավ բան է, եկեք ընկերությունը կիսենք 7 մասի, գնանք 7 հատ միկրոձեռնարկատիրական, սա իրականում խորը ֆունդամենտալ սոցիալ-հոգեբանական խնդրեմ է, եւ այստեղ էլ իմ եզրակացությունը միանշանակ է։ Քաղաքացու ընկալումը սեփական պետությանը որպես ինչ որ օտար մի մարմնի, որը այդ ես գնալով ավելի շատ եմ դրանում համոզվում, որ պետականության ռելիկտային մտածողությունը, որ ոնց որ մենք ժամանակին կայսրությունների ընկալումն ա եղել, մեր պետությանն էլ ենք տենց վերաբերվում, որ այս ինչ լավ է։ Հիմա հասկանում եք, մենք այսօր այո, ջանք ենք գործադրում, պետք է ասել հետեւյալը, որ հիմա մենք փորձում ենք ապահովագրական գյուղ ապահովագրության համակարգը Հայաստանի Հանրապետությունում փրկել։ Ինչ ենք ուզում փրկել։
Որովհետև այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ-որ անառողջ process-ների։ Պարզվում է տեղեր կա մարդիկ գինեն, որ ամեն տարի այնտեղ կարկուտ է գալիս, ապահովագրում են գնում ենք այդտեղ հատուկ այդտեղ որ երբեք նախկինում վերջին 20 տարում այդտեղ ոչ մի բան չէին կարել, տանում ենք այդտեղ ինչ որ բան ենք ցարնում, ուսում նստած սպասում ենք, որ կարկուտը գա, որ գնանք ապահովագրությունը ստանանք, ու տենց ամեն տարի։ Համեն դեպս այս հարցն էլ մենք պետք է ուսումնասիրենք, տենանք ինչքանով է դա իրականության, բայց էլի սա սոցիալ հոգեբանական խնդիր է, կրթական խնդիր է, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, պետության նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, բարեփոխման նկատմամբ վերաբերմունքի խնդիր է։ Սա լուրջ խնդիր է, որի հետ մենք պետքա բան անենք, առնչվենք։ Մենակ այդ չի, մենք պետքա գնանք եւ մարդկանց հետ խոսենք։ Մենք այն խնդիրները, որ դռնփակ նիստերում, դռնփակ ոչ թե գաղտնի, այլ աշխատանքային մեր process-ներում քննարկել ենք, ինչա տեղի ունեցել։ Պետքա գնանք մարդկանց պատմենք, որ իրանք իմանան, ինչա տեղի ունենում։ Որ մի հարևանը մյուս հարևանին նկատելիս այդպիսի բան ասի մի արա, որովհետև դրանով դու իմ բանն էլ ես, իմ աշխատանքն էլ, իմ արդյունք, իմ զարգացումն էլ ես դնում հարվածի տակ։ Եվ սա շատ կարևոր հատված է։ Հա, այս տարի էլ մենք կգլորենք։ Անցած տարի մի կերպ գլորեցինք, այս տարի էլ կգլորենք, լավ է մյուս տարի էլ հնարավոր է գլորենք, բայց եթե այս միտումը չփոխվի, ասելու ենք վերջ, էլ չենք կարողանում անենք, որովհետև սա իմաստ չունի, որովհետև չի ծառայում իր նպատակին։ Եվ մենք այս տեղեկատվությունը պետքա մարդկանց հետ կիսենք։ Մենք ընդհանրապես ուսումնասիրեցինք որևէ ձևով այդ չարաշահումների դեպքերը, մոտիվացիաները։ Չնայած այդտեղ մենք ինստիտուցիոնալ լուծումներ ենք տալիս։ Արդեն այդ երբ որ պարոն Պապոյանը նշած սարքավորումները մենք ձեռք բերենք, արդեն մենք էլ թաքուն տեղերը կարկուտների կիմանանք եւ այդ պարագայում ապահովագրության վճարների չափը կամ կփոխվի կամ այնտեղ չի ապահովագրվի ընդհանրապես, որովհետեւ կասենք այդտեղ պետքա լինի հակակարկտային ցանց, վերջ, ուրիշ գործիք այդտեղ չկա։ Այսինքն ստեղ էլ մենք այդ լուծումները պետքա տանք, այդ դեպքում բան կանենք, մենք ունենք sense թե նենց ինտենսիվ գյուղատնտեսության ծրագիր, կասենք, որ մենք այդտեղ հակակարկտայինը չենք ապահովագրում, մենք սուբսիդավորում ենք, որ այդտեղ հակակարկտային ցանցեր լինեն, երբ որ հակակարկտային ցանցերով այգի բան կանի, կհիմնադրվի ցրտահարությունը կամ այն մյուս դեպքերը, որ ուրիշ դեպքեր ունենք, հրդեհը եւ այլն կապահովագրվի։ Այսինքն մեկը մենք չպետք է ապավինենք, որ մարդկանց կբացատրենք, իրանք է կհասկանան, իհարկե կլինեն, որ կհասկանան, բայց կլինեն, որ առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերի, բայց այդ ինստիտուցիոնալ լուծումներով մենք կգնանք այդպիսի բաներին, որը նաև մեզ այս համակարգը միջալոց ապահովագրական համակարգը մեզ կօգնի նաև, որ մենք իրականացնենք այն, ինչ որ վաղուց ուզում ենք իրականացնենք, բայց այդպես էլ չենք կարողանում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Մասնավորապես գյուղատնտեսական հողերի վրա պետքա մենք պետությունը, կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունը որոշակի նաև ավելի ակտիվ խորհրդատվություն ապահովի գյուղացիներին։ Ասի այս հողում խնդրում ենք խորհրդատրվում ցանել այս եւ այս պետքա կապել իմիջայլոց նաև ապահովագրական համակարգի հետ ասել որ այս կատեգորիաների հողում այս պայմաններում մենք ապահովագրում ենք միայն այս դեպքերը այդ որը մեր ապահովագրության համակարգը ավելի կզարգացնի, բայց այստեղ մեզ պետքա կարողությունները զարգացնել, այդ թվում նախարարության պետական կառավարման համակարգի եւ մեզ պետքա թվայնացում իրականացնել եւ մեզ պետքա այդ թվում թվային հարթակում մեր հողերի կատեգորիաները, իրենց մասին տվյալները լրացնել, որ เป զի համակարգը կայանա։ Իհարկե ես տենց ասացի, բայց մենք չպետք է տրամադրվենք այսպիսի բանի, որ 2 տարի կգլորենք, հետո չենք գլորի, 2 տարի կգլորենք, այս ընթացքում էլ պետք է համակարգը ստեղծենք մաքսիմալ արդյունավետ։ Պարոն Թովմասյան, բան ունեիք ասելու համար։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, իրականում ձեր խոսքը կարելի է ասել այսպես, որ պետք է կատարել իրական միկրոռեգիոնալ միկրոշրջայնացում, որի մեջ պետք է ներառվեն տեղեկատվություն բնակլիմայական պայմանների եւ աշխարհագրական գոտեվորման եւ համապատասխանաբար ինտեգրված տեղեկատվությամբ մակնշել
թե որ հատվածում ինչպիսի մշակաբույսեր պետք է աճեցվեն, որ բարձրություններում ինչպիսի դիմացկունության մշակաբույսեր պետք է աճեցվեն, եւ այս տարածական ինտեգրացիայի արդյունքում մենք ունենանք լայն հնարավորություն արդեն ապահովագրական ինստիտուտի ավելի ճշգրիտ կիրառման։ Եվ կրկին անգամ առաջարկությունը պետք է լինի, որ այս ուղղությամբ աշխատանքները մենք ակտիվացնենք տարածական տեղեկատվական ինտեգրման շրջանակում, որը կտա լայն